ընդգծեց առաջին դատախազը իրականության չի անհատակացանում և զրպատում։ Ես որևէ հանցավորություն չեմ ունեցել այդ հողամասերը վաճառվել են միայն մի նպատակով ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համարում։ Ես կարծում եմ ոչ թե ուրիշներին, ոչ դատախազներին չի հետաքրքրել, թե պաշտպանության նախարարությունը որտեղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են, եթե իրենց նեղություն տային, այդ ուղղության մի քիչ գնային ու հասկանային իմ դեպքապաշտպանները։ Ես որտեղ եղել, որտեղ ծառայել եմ ես երկրում, մշտապես աշխատել եմ առավելագույն նավաներ, աշխատակիցների, աշխատանքային պայմանների բարելավման և այդպես եմ գործել եմ պաշտպանության նախարարություն։ Եթե ես ունենայի հանցավոր միտում կամ ինչպես խոսում է խմբակայի մասնական ամուղջը կվաճառել, բայց ինչու չենք վաճառել, մեկ իրոք հասցրել, դնես հաստատված օգնոցի, եթե չեմ ստավում, այսօր է, միջև այսօր, եթե տենց ինչու չենք ամբողջ վաճառել, եթե շուկայական արժեքները կիսիների, որպես դատախազություն հազարավոր գործեր պետք է հարուցեի կես ժամանակահատվածում այդ գնով վաճառված պետական հողամասերի մասով, որտեղ մենք վարվել ենք շատ պարզ, ով ցանկացել է, փորձարկել ենք մոտարկել շուկայական արժեքի, այդ հողատուկորների արժեքները, այդպես էլ վարվել ենք, իսկ ես մեկին նա բարձրել եմ, մեկին նա բարձրել, դա ինչ ասեմ, լավ մոտեցում չի և յոթին, այսպես ասում ենք, Արվիրի դատարան, եթե ուշադրություն հատներից, նման տիպից սկսած, ամբողջը դատախազությունը փորձում էր վերագրել եղածուրը և դատախազի ելույթները պատահական չէ, որ այնտեղից ասեցի եղածուրի հարակից տարած, եղածուրի հարակից տարած։ Այդ տարածները ունենք ովքեր հասցրել, իսակով բողոտա։ Ես շատ լավ գիտեմ ու դատախազն է իմանալ, կարծում եմ ինքն է իմանալ, որ կառավարության երկրորդ որոշման մասում այդպես էլ ձևված է քաղաքապետարանի նաև եղածուրը կոչվող տարածքից։ Այդ պատմատից ինչ-որ բայց մեզ հատկացվել է իսակով պրովոկայի տարակի տարածքներ։ Այդպես էլ ինչ վերաբերում է երկրորդ դատախազը ասացի, ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես երբեք ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ Պետրոզովը, ոչ որևէ միջնորդի միջոցով կապել հաստատել։ Եթե չեմ ստալվում, երբ որ ներքին գործերի նախարար էի, այն ժամանակ կրնչական վարչությունը ևս գտնվում էր ներքին գործերի նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ կարծեմ քրեական գործ էր։ Ուրիշ որևէ առնչություն իրեք չեմ ունեցել։ Եվ կարծում եմ, որ 2007 թվականին Հայաստանի քաղաքական իրականությանը շատ է քիչ ծանոթ մեկը որ լսեր դատախազի ասածը, իբր Վարդան Օսկանյանից է պայմանավորվել է, երևի ծիծաղից կարող է շատ խաղապի։ Չէր կարող այդ ժամանակ այդպիսի հարաբերություններ և ոնց եք պատկերացնում, մեկը գալիս է
Սիլվայի մասում ես թե Սարգսյանի ներկայացուցիչն եմ այն միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի է։